Արդարություն է երկրում, լայք դնելը, ընդդիմության հետ հավանելը, մեր երկրում պետք է չդառնա քրեական հետապնդման պատճառ։ Ուսուցիչները պետք է կրթեն մանուկներին, ոչ թե լայք դնեն։ Ուսուցիչը ամենաբարձր բանն է երեխայի համար։ Ինչպես ես դու փորձում իրեն իջեցնել, սարքել քո համար քաղաքական պրոցեսների մասնակից անկախ իր կամքից, ինչ սրտով է ինքը երեխա կրթելու դրանից հետո։ Ինչու ես մեր աչքին, մեր դաստիարակողներին ուզում նսեմացնես։ Բուժաշխատողը պետք է զբաղվի իր ժողովրդի առողջությամբ եւ ոչ թե լայք դնի, ոչ թե հավանի ուրիշ ուժի, բայց ստիպված լինի իշխանության աջակցել։ Դա ազատությունն է, ժողովուրդ։ Ինչու է պետությունը սկսում ճնշել, որտեղ ինքը գիտի, որ ինչ խոսք է տվել, չի արել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք բարեկեցություն, որը երաշխավորում է Կարապետյանի կողմից։ Առաջարկում ենք վերջապես հավասարակշիռ ղեկավար։ Մի քանի օր առաջ հիշում եք, մեր երկրի ղեկավարը փողոցում դուրս էր եկել քայլելու։ Ընդհանրապես մարդիկ արդեն սովորել են, հենց ինքը դուրս է գալի քայլելու, աջ ձախ են գնում, որ հանկարծ չտեսնեն։ Երկու հոգի չկարողացավ։ Երկու հոգու հարց տվեց, մեկին տարավ Բերդ, մյուսին էլ ինչ ասեց այդ խեղճ կնոջը քաշքշեց, ինչ ասեց։ Հավասարակշիռ ղեկավարը ճոխություն չի, ժողովուրդ ջան, մենք մեր երկրին պետք է նորմալ հավասարակշիռ ղեկավար։ Դա մեծ բան չենք ուզում մենք այս աշխարհից։ Կայուն մարդ, ով չի զարմացել, որ երկու հոգի իրան վարչապետ է կոչում, ով արդեն կյանքում ամեն ինչի ասել է ու դրա կարիքը չունի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։